պետք է գնանք առաջ եւ մի կարևոր բան, ինչով է այս քայլերը տարբերվում բոլոր այն քայլերից, որ առաջարկվել են։ Ինչով է Սամվել Կարապետյանի առաջարկած քայլը տարբերվում Փաշինյանի խոսքերից, խոստումներից։ Գիտեք ինչով, որտեղ Սամվել Կարապետյանը ինչ ասում, անում է։ Սա քայլերի հաջորդականության քարտն է, խոստումների քարտ են կանգնադրել։ Խոստումը հայերը վախեցած են խոստում բառից, որտեղ խոստում ատվել, ոնց որ վերջում լավ բան դուրս չի եկել։ Բայց սա քարտ է, որը հետագայում բերելու են մեզ ներկայացնել եւ ասել, այս 5 քայլերը ինչ եղավ, եւ մենք ասելու ենք, սա եղավ, սա եղավ, սա եղավ։ Դրանով մենք կնիկ Սամվել Կարապետյանի կողմից կնիկ, որ վստահ լինեք, բերեք եւ ցույց տվեք։ Շնորհակալ եմ, հուսով եմ իմ պատմածը շատ բարդ չէ, կարծում եմ, որ բացի առաջինից բոլորը շատ հեշտ կարողացա բացատրել, առաջինը հնարավոր է մի քիչ բարդ ներկայացվել, բայց առաջինի պարագայում էլ արդյունաբերականացման մենք ունենք ծրագիր եւ այդ ծրագիրն է միակ ճանապարհը մեր երկրի ուժեղացման։ Շնորհակալ եմ։